Բարի գալուստ մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում և առաջարկում բաժանորդագրվել կարևորի մասին չկորցնելու համար։ Գիշերը լուռ է, քաղաքը շնչում է դանդաղ, պատուհանների լույսերը մեկ-մեկ հանգչում են և աշխարհը կարծես հիշում է իր իրական չափը։ Այդ պահին քունը պարզապես ֆիզիկական վիճակ չէ, այն հանդիպում է քեզ ինչպես հին ընկեր, որին միշտ շտապում ես, բայց հաճախ ես ուշանում։ Հանգիստ քունը չի սիրում շտապողականություն, նա գալիս է միայն այն ժամանակ, երբ դու դադարեցնում ես ապրել օրվա աղմուկով, երբ հեռախոսը լռում է, մտքերը դանդաղում են և սիրտդ այլևս չի վազում վաղվա հետևից։ Մարդիկ հաճախ ասում են չեմ կարող քնել, բայց ճշմարտությունը երբեմն ուրիշ է։ Քունը եկել է, իսկ դու չես բացել դուռը։ Քունը սիրում է մթությունը, բայց ավելի շատ ներքին լռությունը։ Երբ դադարում ես մտքում կրկնել խոսակցությունները, երբ թողնում ես չկատարված գործերը հենց իրենց տեղում, քունը նստում է կողքիդ առանց հարցերի։ Հանգիստ ու խորը քունը առողջ կյանքի հիմքերից մեկն է։ Եթե քունը որակյալ չէ, հոգնածությունն ու լարվածությունը կուտակվում են, նույնիսկ եթե մարդը շատ է քնել։ Այժմ կփորձենք ներկայացնել ինչ անել, ինչ չանել, ինչ խմել, ինչ ուտել, ինչ լսել կամ դիտել և երբ քնել, որպեսզի քունը լինի իսկապես հանգիստ ու վերականգնող։ Ինչ է հանգիստ քունը։ Հանգիստ քունն այն վիճակն է, երբ քնում ես արագ, գիշերը հաճախ չես արթնանում, առավոտյան արթնանում ես թեթև գլխով, օրվա ընթացքում քնելու ցանկություն չես ունենում։ Ամենակարևորը, երբ քնել, մարդու օրգանիզմն ունի կենսաբանական ժամացույց։ Լավագույն ժամանակը քնելու համար 10-ից 11 ընկած ժամանակահատվածն է։ Այս ժամերին օրգանիզմը սկսում է արտադրել մելատոնին՝ քնի հորմոնը։ Ինչու է ուշ քնելը վնասակար։ Կեսգիշերից հետո քնելը քունը դարձնում է մակերեսային։ Նույնիսկ 8 ժամ քնելիս մարմինը չի վերականգնվում։ Առավոտյան լինում է ծանրություն, գլխացավ, նյարդայնություն։ Խորհուրդ՝ ամեն օր քնիր և արթնացիր նույն ժամին, նույնիսկ հանգստյան օրերին։ Ինչ խմել և ինչ չխմել քնելուց առաջ։ Քնելուց առնվազն 6 ժամ առաջ չխմել սուրճ, սև կամ կանաչ թեյ, էներգետիկ ըմպելիքներ, կոլա, պեպսի, ալկոհոլ, թեև թվում է օգնում է քնել, իրականում քնին խանգարում է։ 1 ժամ առաջ խմել օրինակ երիցուկի թեյ հանգստացնում է նյարդային համակարգը, անանուխի թեյը թուլացնում է լարվածությունը, տաք կաթն ու մեղրը նպաստում են մելատոնինի արտադրությանը, լավանդայի թեյը հատկապես անհանգիստ քնի դեպքում շատ օգտակար է։ Խմիչքը պետք է լինի տաք, ոչ շատ քաղցր և իհարկե ոչ մեծ քանակով։ Ինչ ուտել և ինչ չուտել քնելուց 3-4 ժամ առաջ։ Ճարպոտ և ծանր ուտելիքներ չուտել։ Չուտել նաև կծու սնունդ, տապակած ուտեստներ, շոկոլադ, շատ քաղցր սնունդ։ Սրանք ծանրաբեռնում են ստամոքսը և խանգարում քունը։ Թույլատրելի թեթև ուտելիքներ, եթե շատ քաղցած ես, բանանը, որը պարունակում է մագնեզիում, յոգուրտ կամ կեֆիր, վարսակի փոքր բաժին, մի փոքր ընկույզ, խաշած ձու։ Լավ է, եթե քնելու ես թեթև, բայց ոչ քաղցած։ Ինչ անել և ինչ չանել քնելուց առաջ։ 1 ժամ առաջ արգելված է սոցցանցերն օգտագործել, լարված նորությունների մասին լսել կամ դիտել վախեցնող կամ աղմկոտ ֆիլմեր, քննարկումներ, վեճեր, աշխատանքային նամակներ։ Էկրանների կապույտ լույսը ճնշում է մելատոնինը։ Ինչ լսել քնելուց առաջ։ Բնության ձայներ, դանդաղ դասական երաժշտություն, լավանդայի կամ մեդիտացիոն աուդիոներ, հանգիստ աուդիոհեքիաթներ, շնչառական մեդիտացիա, լսել ցածր ձայնով և հիշեք առանց ականջակալների։ Ինչպիսին պետք է լինի քնի միջավայրը և ինչու է այն շատ կարևոր։ Սենյակը պետք է լինի մութ և լուռ։ Ջերմաստիճանը 18-ից 21 աստիճան։ Լինի մաքուր անկողին, հարմար բարձ։ Քնելուց առաջ չմոռանաք սենյակը օդափոխել։ Կարող ես օգտագործել նաև լավանդայի բույր կամ եթերային յուղեր։ Քնելուց առաջ արա այս փոքրիկ ծեսը։ Տաք ցնցուղ կամ լոգանք ընդունիր։
խորը շնչառություն կատարիր, թեթև ձգումներ, օրվա մտքերը գրի առնել նոթատետրում, շնորհակալության 3 բան մտքում ասել։ Առավոտյան սովորություններ, որոնք ազդում են գիշերվա քնի վրա։ Առավոտյան արևի լույսը, օրվա ընթացքում շարժումը, քնի ժամանակ, ցերեկային քուն ոչ ավելի քան 20-ից 30 րոպե։ Հանգիստ քունը չի գալիս ինքն իրեն, այն ձևավորվում է սովորություններով։ Եթե թեկուզ այս խորհուրդներից մի քանիսը դարձնես ամենօրյա, կզգաս տարբերությունը արդեն մի քանի օրում։ Տաք թեյի գոլորշին բարձրանում է ինչպես հոգնած օրվա վերջին շունչը։ Անանուխի կամ երիցուկի հոտը հիշեցնում է մանկությունը, երբ ամեն ինչ պարզ էր, իսկ քունը գալիս էր ինքն իրեն։ Այդ պահին մարմինը հասկանում է, այլևս պետք չէ պաշտպանվել։ Մի մեղմ երաժշտություն, անձրևի ձայն կամ պարզապես լռություն, քունը չի սիրում ուշադրություն գրավել, նա սիրում է, երբ դու չես փորձում նրան բռնել։ Ժամացույցը կարող է ցույց տալ ճիշտ ժամանակը, բայց իրական ժամը քնելու համար այն պահն է, երբ դու թույլ ես տալիս քեզ չմտածել։ Երբ ընդունում ես, որ այսօր արել ես այնքան, որքան կարողացել ես, և դա բավական է։ Քունը փոքր մահ չէ, ինչպես երբեմն ասում են։ Լավ քունը կարևոր է ոչ թե միայն նրա համար, որ մենք քնկոտ չլինենք, այլ որովհետև քնի ընթացքում մարդը վերականգնվում է մարմնով, մտքով և զգացմունքներով։ Եթե քունը խախտված է, ամբողջ կյանքն է դանդաղ խախտվում։ Ահա ինչու է լավ քունը իսկապես կենսական։ Քունը վերականգնում է ուղեղը։ Օրվա ընթացքում ուղեղը մշակում է հսկայական քանակի տեղեկատվություն։ Քնի ժամանակ հիշողությունները կարգավորվում են, կարևոր տեղեկությունները պահպանվում են, ավելորդը մաքրվում է։ Քնի պակասի դեպքում առաջանում են մոռացկոտություն, ուշադրության նվազում, դժվար մտածողություն։ Այդ պատճառով լավ քունը անհրաժեշտ է սովորելու, աշխատելու և ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Քունը պաշտպանում է սիրտը։ Քնի ընթացքում սրտի զարկերը դանդաղում են, ճնշումը կարգավորվում է, անոթները հանգստանում են։ Քնի պակասը բարձրացնում է սրտային հիվանդությունների, բարձր ճնշման, ինսուլտի ռիսկը։ Քունն ուժեղացնում է իմունիտետը։ Լավ քնելիս օրգանիզմն արտադրում է պաշտպանիչ բջիջներ։ Քնի պակասի դեպքում մարդը հաճախ է հիվանդանում, դանդաղ է ապաքինվում, իրեն մշտապես թուլացած է զգում։ Քունը կարգավորում է զգացմունքները։ Քնի պակասն ուղիղ կապ ունի նյարդայնության, անհանգստության, դեպրեսիվ տրամադրության հետ։ Լավ քնած մարդն ավելի համբերատար է, հանգիստ և հավասարակշռված։ Քունը ազդում է քաշի վրա։ Քնի ընթացքում կարգավորվում են սովի հորմոնները։ Քնի պակասը ուժեղացնում է քաղցը, մեծացնում քաղցրի ցանկությունը, խանգարում է նյութափոխանակությունը։ Այդ պատճառով քաշի ավելացումը հաճախ կապված է վատ քնի հետ։ Քունը հատկապես կարևոր է երեխաների համար։ Քնի ընթացքում երեխաների մոտ աճի հորմոնն է ակտիվ, զարգանում է ուղեղը, ձևավորվում նյարդային համակարգը։ Վատ քունը երեխաների մոտ կարող է ազդել ուսման, վարքի և առողջության վրա։ Քունը երկարացնում է կյանքը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ, ովքեր ունեն կայուն ու որակյալ քուն, ավելի քիչ են հիվանդանում, ավելի երկար են ապրում, ավելի լավ կյանքի որակ ունեն։ Լավ քունը շքեղություն չէ, այն կյանքի անհրաժեշտ պայման է։ Քունը բուժում է առանց դեղերի, հանգստացնում է առանց խոսքերի, վերականգնում առանց ջանքերի։ Եթե մարդը սովորի պաշտպանել իր քունը,